Ինչպիսի անելանելի եւ անհույս իրավիճակում էլ գտնվելիս լինենք։ Երևույթներին նայելով անգամ տեսնենք, որ վերջին հույսը մեր մահանում է։ Բայց հիշենք, որ Աստված բարի եւ ողորմած է ինձ եւ քեզ համար։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը շարունակում է ունենալ բավականաչափ զորություն մեր հույսը հարություն տալու համար։ Խաղաղություն ունես։ Այսօր ուզում եմ խոսել Աստծո գեղեցիկ գործերի, Աստծո հրաշագործության մասին։ Սրա համար ուզում եմ կարդալ Ղուկաս ավետարան 7-11 համարից։ Հետևյալ օրը քաղաք էր գնում, որի անունը Նայն էր։ Նրա հետ գնում էին իր աշակերտներից շատերը ու մեծ բազմություն։ Ղուկասն ասում է հետևյալ օրը, որովհետև մեկ օր առաջ սրանից Տեր Հիսուսը հրաշք էր գործել Կափառնայում քաղաքում։ Հարուրապետի ծառան հիվանդ էր եւ հարուրապետի խնդրվածքի պատճառով, նրա ունեցած հավատքի պատճառով Տերը բժշկել էր այդ ծառային։ Եվ մարդիկ տեսել էին այս հրաշքը ու շատերն էին ոգևորված։ Անցել էր մեկ օր ու Տեր Հիսուսը որոշեց գնալ Նային բնակավայրը։ Նային անունը թարգմանվում է գեղեցիկ։ Այո, ինչու՞մն էր ուրեմն այս բնակավայրի գեղեցիկ անվան իմաստը։ Ես մտածում եմ դա հոգևոր էր։ Հոգևոր այն առումով, որ Տեր Հիսուսը գնում է մի տեղ, որտեղ պետք է ցույց տա Աստծո գեղեցիկ գործը։ Եվ մենք տեսնենք ինչ գեղեցիկ հրաշք է անում Տեր Հիսուսը։ Նա Կափառնայումից գալիս է այդտեղ եւ նրան հետևում էր մի մեծ բազմություն նաեւ իր աշակերտները։ Ու երբ որ ասված է Տերը հասավ այդ քաղաքին, քաղաքի դռանը մոտեցավ, մեռել էին դուրս հանում։ Իր մոր մեկ հատիկ տղան, մայրը որբևայրի էր։ Քաղաքից շատ ժողովուրդ նրա հետ էր գնում։ Հասկանում ենք, որ սա պատահական չէր։ Անհնարին էր, որ ուղղակի պատահականության սկզբունքով Հիսուսը Կափառնայումից գար Նային քաղաքը եւ քաղաքի դռների մոտ հանդիպեր թաղման թափորին։ Իհարկե ոչ։ Սա Աստծո կողմից կանխատեսված էր, որովհետև Աստված, լինելով բարի ու ողորմած այդ որբևայրի կնոջը, ուներ որոշում հրաշք գործելու նրա կյանքում։ Եվ Տեր Հիսուսը հասավ քաղաքի դարպասներին հենց այն ժամանակ, երբ այս կնոջ որդուն տանում էին թաղելու եւ այդ թաղման սքո թափորը հասել էր դարպասների մոտ։ Ու Հիսուսը այդտեղ տեսնում է կատարվող իրավիճակը։ Տեսնում է, թե ինչպես է այս կինը կորցրած իր մեկ հատիկ որդուն կսկծի ու ցավի մեջ, շրջապատված հարազատներով, քաղաքի բնակիչներով գնում դեպի գերեզման։ Ինչ իրավիճակում էր նա գտնվում։ Նա կորցրել էր իր հույսը։ Իր վերջին հույսը։ Ինչու՞, որովհետև ասված է, որ նա որբևայրի էր, չուներ ամուսին։ Եվ ուներ ընդամենը մեկ հատիկ որդի։ Եվ հիմա էլ կորցրել էր իր մեկ հատիկին, իր մինուճար տղային։ Կորցնելով իր մինուճար տղային, նա կորցրել էր իր հույսը։ Նա այլևս ապագա չէր տեսնում։ Նրա համար այլևս չկար վաղվա օր։ Նրա համար այլևս չկար գալիքներ։ Կար մի դատարկ ներկա ու խավար մութ ապագա։ Կորցնելով տղային, կորցրել էր կյանքի իմաստը, կորցրել էր ապրելու ուժը։ Կյանքը կորցրել էր իր համն ու հոտը։ Ու ինքը իր մեջ մտածում էր. ինչի՞ս է պետք կյանքը։ Ինչի՞ս է պետք ապրել այս երկրի վրա։ Հանուն ինչի։ Ամեն բան վերածվել էր մոխրակույտի։ Ու այս կինը ցավի, տառապանքի ու կսկծի մեջ էր։ Ու Տեր Հիսուսը հանդիպում է այս կնոջ հենց այդ վիճակում։ Ու տեսնելով նրա ցավը, ինչ է ասված 13-րդ համար։ Տերը տեսնելով նրան, խղճաց նրա վրա ու ասում է նրան. մի լացիր։ Ղուկասը շեշտում է ասելով Տերը տեսնելով նրան։ Չի ասում Հիսուսը նրան տեսնելով։ Սրանով Ղուկաս ուզում է ցույց տալ Հիսուսի մեջ աստվածային էությունը, քանի որ աստվածային լեցունությունը
բնակվում էր Հիսուսի մեջ մարմնապես։ Եվ հիմա Ղուկասը ուզում է ցույց տալ Հիսուսի մեջ աստվածային էությունը, որ Տերը խղճած է կնոջը, Տերը կարեկցեց, Տերը իր բազմագութ ու բազմաղողորմած բնույթով կարեկից եղավ այս կնոջը, ցավ ապրեց նրա համար։ Եվ ինչ ասեց, մի լացիր, որովհետև ես քեզ համար ունեմ հույս, ապագա ու գալիքներ։ Մոտենալով Դագաղին դիպավ ու տանողները կանգ առան եւ ասեց. Ով պատանի, քեզ եմ ասում, վեր կաց։ Տեր Հիսուսը դիպեց Դագաղին եւ տանողները կանգ առան։ Աստծո որդու վրա իշխանություն կար։ Ընդամենը մեկ հպում Դագաղին բավարար էր, որ տանողները կանգ առնեին։ Եվ նա դիպուկ դիմեց պատանուն։ Ով պատանի, քեզ եմ ասում, վեր կաց։ Կարծես թե եթե ուղղակի ասել վեր ել, հնարավոր է նային քաղաքի մոտի բոլոր գերեզմանները բացվեին ու մեռյալները հարություն առնեին։ Բայց նա դիմեց հենց պատանուն, վեր կաց։ Եվ Տեր Հիսուսի խոսքը բավարար էր, որ մահացած տղան հարություն առներ։ Նա հարություն առավ, մեռելը ելավ, նստեց ու սկսեց խոսել։ Հիսուսը տվեց նրան իր մորը, եւ ամենքն էլ վախով բռնվեցին ու Աստվածային փառավորում ասելով. Մեծ մարգարե է դուրս եկել մեր մեջ, եւ թե Աստված իր ժողովրդին այցելություն արեց։ Տեր Հիսուսը նրան տվեց իր մորը։ Ու ասված է, որ Աստվածային երկյուղ եկավ ներկաների վրա, այդ բազմության վրա։ Եվ ինչ էին ասում։ Ասում էին մեր մեջ մեծ մարգարե է դուրս եկել եւ Աստված մեզ այցելություն է արել։ Այս հրաշքի գործը հիշեցրեց մարդկանց Եղիա մարգարեի միջոցով կատարված հրաշքը։ Թե ինչպես 3-րդ Թագավորաց 17-րդ գլուխը պատմում է, որ երաշտ էր երկրում ու Աստված Եղիային ուղարկեց Սարեպթա քաղաքը եւ այնտեղ մի որբևայրի կին սկսեց նրան հաց տալ եւ ջուր տվեց խմելու եւ Աստված հրաշք արեց եւ սովի տարիներին հացն ու յուղը չպակասեց նրա տնից։ Ուտում էր մարգարեն, ուտում էր այդ կինը եւ այդ որբևայրու կնոջ որդին։ Բայց այս կնոջ որդին մահացավ։ Բայց քանի որ Աստված ողորմած էր, Եղիան աղաղակեց Աստծուն, ու Աստված հրաշք արեց։ Այդ տղան հարություն առավ մեռելներից։ Եվ 17-րդ գլխի 23-րդ համարում պատմված է. Եղիան տղային վերցրեց ու նրան վերնատնից իջեցրեց եւ նրան մորը տվեց։ Եղիան հարություն առած տղային տվեց, որբևայրի կնոջը վերադարձրեց իր մորը։ Եվ այստեղ էլ այս պատմության մեջ ասված է. Տեր Հիսուսը հարություն առած պատանուն տվեց իր մորը։ Սրանով մենք հիշեցինք հին ուխտի գրվածքը, տեսանք նմանությունը, որ Աստված իր գործերի մեջ ինչ հիասքանչ է գործում։ Բայց նաև մի բան ենք տեսնում, որ Տեր Հիսուսը եսասեր չէր։ Նա հրաշք գործեց եւ իր գործի մեջ չկար իր անձինը որոնելը։ Հարություն առած պատանուն չասեց. տղա, դու մեռելներից հարություն առար, մահից կյանքի կոչվեցիր։ Հիմա ծառայիր ինձ, արի իմ ետևից, եղիր իմ գործերի մեջ, ես քո կարիք ունեմ։ Ոչ։ Տեր Հիսուսը հարություն տվեց այս պատանուն եւ տվեց իր մորը։ Տվեց իր մորը, որպեսզի այդ որբևայրի կինը ունենա կյանքում հենարան, ունենա ապրելու ուժ, ունենա հույս եւ ապագա։ Եվ սրանով է հենց պայմանավորված, որ Աստծո հրաշքները գեղեցկություն են բերում մեր կյանքերի մեջ։ Որքան սիրուն, սքանչելի ու գեղեցիկ է Աստծո գործելաոճը։ Դրա համար էր, որ հենց այս քաղաքում Նայինում Տեր Հիսուս այս հրաշքը գործեց, ցույց տալով, որ Աստծո գործերը գեղեցիկ են։ Թանկագիններս, ինչպիսի իրավիճակում էլ այսօր մենք գտնվելիս լինենք, որքան էլ դժվար լինի, նեղության մեջ լինենք, անհույսության մեջ լինենք, թևաթափ վիճակում էլ լինենք, անգամ
Միգուցե տեսնենք, որ հույսն է մեռել մեր կյանքում եւ էլ ապրելու ուժ չկա մեր մեջ։ Նայենք Աստծո խոսքին, քաջալերվենք եւ հավատք ընդունենք, որ Աստված բարի է ինձ ու քեզ համար։ Աստված ունի շարունակություն, Աստված ունի ապագա եւ Տեր Հիսուսը իր հարության զորությամբ կարող է անգամ մեր մահացած հույսը կենթանացնել եւ մեզ տալ իր աստվածային գալիքները եւ իր ապագան, որը բարի է մեզ համար։ Լինենք օրհնված եւ տեսնենք Աստծո գեղեցիկ հրաշքները մեր կյանքերի մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։